Ղազախստանը բաղուց գործի է դրել պարզ պետական մոտեցում, ով հրապարակավ կասկածի տակ է դնում երկրի ինքնիշխանությունը, պարզապես չի մտնում երկիր։ Նրանց արտգործնախարարությունը դեռ 2023-ին հաստատել է, որ գործում է մուտքը արգելված անձանց ցուցակ, որտեղ ներառված են նաև հայտնի ռուս, քաղաքական եւ մեդիա դեմքեր։ Նույն տրամաբանությամբ այսօր Ղազախստանում օրակարգ է մտել Վլադիմիր Սալավյովին անցանկալի անց հայտարարելու եւ նրա մուտքը արգելելու հարցը այն հայտարարություններից հետո, երբ նա Կենտրոնական Ասիան, մասնավորապես Ղազախստանը եւ Հայաստանը ներկայացնում է որպես Մոսկվայի ազդեցության գոտի եւ նույնիսկ սպառնում ռազմական հատուկ օպերացիա իրականացնելու հնարավորության մասին։ Իսկ Հայաստանում Սալավյովը դեռ կրում է Սերժ Սարգսյանի հանձնած պատվո շքանշանը բարեկամություն, խաղաղություն ամրապնդելու հիմնավորմամբ։ Սա պետական մակարդակով անթույլատրելի հակասություն է։ Մեր ինքնիշխանությունը վիրավորող ու սպառնալիքներով խոսող քարոզչին մենք չենք զրկել Հայաստանի պետական պարգևից, իսկ նրա ներկայացրած ռուսական պետական քարոզչությունը շարունակում է տարածվել Հայաստանի հանրային մուլտիպլեքսով։ Պետք է անհապաղ շքանշանը հետ կանչել, հակահայկական պետական քարոզչությունը փակել, ռուսական պետական ալիքները հանել Հայաստանի հանրային մուլտիպլեքսից եւ տեղեկատվական դաշտը պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանվում է սահմանը։